Հայաստանի կառավարության հայտով Միացյալ Նահանգներում վաճառվել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող տունը։ Ապարանում քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է Միացյալ Նահանգները որոշակի մաս պահելու է, սակայն գումարի 60-70%-ը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետության պետբյուջե։ Փաշինյանն այս թեմային անդրադարձել է խոսելով իր բնորոշմամբ թալանածը վերադարձնելու պրոցեսի մասին։ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը պահանջել է, որ Մոսկվան դադարի հյուրընկալել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե ռուսները վախենում են, որ Կարմիր հրապարակի վրայով անօդաչու թռչող սարքեր կբզզան։ Զյուգանովը հայտարարել է, ինչու են սա թույլ տալիս Երևանում եւ ինչու են Փաշինյանին շարունակում ընդունել Մոսկվայում։ Կոմունիստ գործչի պնդմամբ Հայաստանի վարչապետը նվաստացրել ու վիրավորել է Ռուսաստանին։ Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա պարզաբանել է Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է, ինչը նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան կմտնի նաև իրանական հեղուկ գազ, ինչն էլ կրկին կազդի գների վրա։ Ապարանում նախընտրական քարոզարշավի մասնակցող Պապոյանն ասել է, որ այնտեղ տեսել է հեղուկ գազի գինը 240 դրամ է, բայց պետք է իջնի, թեև պրոցեսը դանդաղ է գնում։ Նախարարը նաև վստահեցրել է, որ Ռուսաստանից հեղուկ գազն այս օրերին անխափան գալիս է Հայաստան, բայց հենց Ռուսաստանում գների աճ է եղել, ինչը ազդեցություն է ունեցել նաև հայկական շուկայի վրա։ Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ Վերքարատ գյուղի դպրոցի ուսուցիչները գազելներով տեղափոխվել են Ապարան իշխող քաղաքացիական պայմանագրի քարոզարշավին մասնակցելու համար։ Դպրոցի ուսուցիչներից երկուսը Նյուզեեմին ասել են, որ քարոզարշավին մասնակցելու պատճառով դասաժամերը կրճատել են։ Կրթության նախարարությունն արձագանքել է, նշելով, որ առանձին քննություն կնախաձեռնվի պարզելու դեպքի մանրամասները եւ կիրառելու օրենքով սահմանված հետևանքները։ Երևանի Դավիթ Բեկի փողոցում կամազ-մատնիշի բեռնատարն անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ մխրճվել բնակելի տան մեջ։ Շամփյանքոմի հաղորդմամբ վթարի հետևանքով վարորդը մահացել է։ Մինչ տան մեջ մխրճվելը բեռնատարը բախվել է ջիպ եւ Kia մագնիշի ավտոմեքենաների։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Պեկին Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ երկօրյա բարձր մակարդակի բանակցությունների համար։ Նրան դիմավորել են 300 չինացի երեխաներ կապույտ եւ սպիտակ համազգեստով, ամերիկյան եւ չինական դրոշներով։ Օդանավակայանում Թրամփին դիմավորել է Չինաստանի փոխնախագահ Han Zheng-ը, որը համարվում է Սի Ցզինպինի հեսպանը դիվանագիտական միջոցառումների համար։ Նա մասնակցել է նաեւ Թրամփի 2025 թվականի երթմնակալությանը։